Դե այս նյութով էլ ցույց ենք տալի մեր այս այգու ծառատունկից, որ այստեղ էլ ռոռոկման համակարգը պատրաստած է, ծառեր տնկեցինք մի քիչ, որոշ ծառեր հետո ենք տնկելու, ինքը բաներ կա, որ այստեղ շինարական բան արվելու, նոր հետո ծառերը տնկենք, ինչն եմ ցույց տալի, որ հերթով որ այգիները, որ մեզ հանձնում են, ժամանակը օգտագործելով փորձում ենք ամեն մեկինը իր գործողությունը հերթականությամբ իր տեղը գցել։ Նայեք ժողովուրդ, ես միշտ իմ նյութերում էդ եմ ասում, հələ ոնց է բան արվում, խողը ոնց է քաշում, նայեք ինչ ձև է, այսինքն սրանով ինչ եմ ուզում ցույց տամ, որ երբ որ հողախառնուրդը ճշգրիտ արվում է, ինչ է դառնում, ոնց է քաշում, հիմա նույնը էս մյուս, ստեղ էլ նայեք, Վանջան, Արսեն ջան մի հատ դզի շլանգը, ստեղ էլ այս ծառերն ենք դրել, էլի նպատակը որն է, որ ստանանք բուսական պատը ստացել ենք էլի մշտադալար բույսերով, այս արիզոնկաներով, այսինքն անկյունային ունենալու ենք կապտավոն արիզոնկաները, այնուհետև լեյլանդաներ, հետո մեջտեղը նորից կապտավոն, նորից անկյունը կապտավոն, այսինքն կապույտն ու դեղնավուն բույսերը իրար հետ ունենալու ենք շատ սիրուն տեսարան։ Ես իմ գործողություններում, որ նկարագրում եմ, նպատակը որն է ժողովուրդ, որ այգի ծառ տնկելը նաև տեղանքին համապատասխան հաշվարկները ճշգրիտ հեռանկարային, որ ամեն ինչը ճիշտ աշխատի, այսինքն տեղանքին համապատասխան լինում է այս ծառատեսակների փոխարեն տնում ես շոգ վայրերում տույաններ են տնկել կամ նոջիներ են տնկել, այսինքն կիպարիսներ են նեղ բարձրացողները, որոնք տույան շոգին չի դիմանում, նոջիները, կիպարիսները ցրտին չի դիմանում։ Լինում է մի քանի տարի ապրում է, հետո նա լավ ցորտ է լինում, վարի է գնում։ Այս արիզոնկաները, այս լեյլանդանները անկեղծ նույնիսկ մարդեր լինում, ասում են, չէ, սրա մի դրեք, վնաս է, ցրտահարվող է, բայց բացարձակ հատկապես անցյալ տարվա տատանվող եղանակի համեմատ ոչ արիզոնկան վնասվեց, ոչ լեյլանդան վնասվեց, նույնիսկ սրա կանաչն է, շատ դիմացկուն բույսեր են իրանք, արագ աճող, լավ թթվածին տվող, խոնավություն սիրող, եմ դա շեշտում, չէ որ գազոնը ավտոմատ ոռոգվելու է, միշտ խոնավություն է տրնվելու իրան, ինչ ենք անելու, միշտ ունենալու ենք հարմարավետ պայմաններ։ Դրան համապատասխան էլ ծառեր են տրվում, իրանք միայն շքեղություն չեն, իրանք նաև ոնց ասեմ, բակտերիասպան հատկություն ունեն, շատերը երևի տեղյակ եք, մշտադալարների աղասեղնավորների շատերը այդպեսին են, լավ թթվածին են տալի, լավ բակտերիասպան են, այսինքն տարածքը եւ շքեղա լինելու հետագայում եւ մաքուր օդով լցված, այսինքն քո այգին պիտի այնպես հարմարավետ սարքես, որ ինքը ոչ միայն գեղեցիկ սիրուն նայվի, այլ օգտակար լինի հենց քեզ։ Սրանք է դե պլյուշներն են, պլյուշների կենսագրությունն էլ կարող եք ուսումնասիրել, որ էլի բակտերիասպան մշտադալար բույսեր են, լավ թթվածին են տալի, գեղեցկացնում են պատերը, էլ չես ծվաղվում, էլ աբլիցով կա չես անում, պատի բնական խոնավությունը անձրևից լինի կամ ինչից լինի հանում են, այսինքն իրանց բեղիկներով, երբ որ կպնում են արդեն պատին, մի կողմից էլ օգտակար են լինում, ոնց որ հանում են այդ խոնավությունը, վնաս չեն տալի, խի եմ դա ասում, որտեղ շատերը հակազդում են, ասում են, չգիտես, եթե անեղավ բլոճները կլցվի, ընդհակառակը որտեղ որ բույս չի լինում, բույսը բնականաբար եթե չջրես, չսրսկես, բնականաբար որդու բլոճ է անգնելու, իսկ երբ որ հատվածներում բույս չկա,
հաստատ պատերը մարդիկ չեն բռնում սրսկում, ու երբ որ պատերը բույսի պատճառով դու քիմիկատես օգտագործում սրսկում ես, որ առողջ բույս ունենաս, կարիճ ու սարդ ու եսիմ նման վնասատուներ էլ չես ունենում անցքերի մեջ պատերի նկատի ունեմ։ Ուզում ասեմ Ժորժ ջան, մենք ինչ որ անում ենք մեր հասկացածով, ես միշտ շեշտում եմ, չեմ ասում ես պրոֆեսոր, ես ինչ սուպեր եմ, բայց իմ կյանքի փորձով ես երկար ժամանակ բուսական այգիների հիմնելով եմ զբաղվում, մոնտաժով, ամեն ինչ որ այգու հետ կապված է եւ իմ կյանքի պրակտիկայից ելնելով եմ քիչ ավելի ու ավելի կատարելագործում, ավելի լավ արդյունք տալի։ Հիմա ունենք լիքը այգիներ, որոնք արդեն մեր հիմնածնա, մեր խնամքի տակ է, որոնք պիտի արդեն տարիների ընթացքում ճիշտ խնամվի, ճիշտ տիրություն արվի եւ ունենան ավելի գեղեցիկ, ավելի հարմարավետ, ավելի, չգիտեմ ինչ ձև ասեմ, գրավիչ այգի, ու նաեւ հիշեք սա, որ գրավիչ չի նշանակում մենակ լիքը բուսականություն լցնես ու վերջ պիտի հաշվարկես, ինչքան ժամանակ ես ծախսելու իր խնամքի համար, ինչքան ծախս ես ունենալու, այդ ամեն ինչը պիտի ճիշտ հաշվարկեք։ Իդեպ սա այն եղևնին է, որ տնկելուց իմ նյութերում կարաք գտնեք, որ շինարական աղբի հանդիպեցինք, որ մի հատ փոքր փոս պետք է լիներ, բայց մեծ խոռոչով ահագին քար ու աղբանեցինք, լավ հողախառնուրդ լցրեցինք, նայեք ջուրը ոնց է քաշում Ժորժ ջան, նայեք, այսինչ պահեմ, տեսեք, ես հիմա ուրիշ տեղ ջրեմ, դե տեսեք ոնց է ջուրը քաշում, ահա թե ինչքան կարևոր է, որ ամեն ինչը ճիշտ սկսես, ես հիմնականի մասնագիտականով եմ ասում, իհարկե ամեն ինչին է դա վերաբերվում, մասնագիտական նկատի ունեմ այգի շինության պահով, մենք հողի խառնուրդը մի ծառ տնկելուց այնքան որ փոսը պուճ ու լապատկով գիծ չենք բացում, որ ծառը խսկում մեջը, համապատասխան պայմաններ ենք ստեղծում, գազոն ցանելու համար համապատասխան հողախառնուրդ ենք սարքում, ավտոմատ ոռոգման խելացի ցանց ենք սարքում, որ եւ քիչ ջուր ծախսես եւ լավ արդյունավետ ջրես եւ ինչքան ոռոգումդ ճշգրիտ լինի, այնքան լավ արդյունք է ունենալու քո բուսականությունը։ Այս էլ մեր, ինչ ասեմ, այս մի նոր այգուց, որը դեռ իհարկե ստեղ գազոնել ենք ցանելու, մի որոշ ժամանակ հետո գազոնը ցանած ծլացել ցույց կտանք հավանաբար, եմ ասում, որ ինչ կարում եմ, իմ հասկացածով բացատրում եմ, ներկայացնում եմ, մեր խնդիրը միայն ժամանակն է, ով մեզ դեռ լավ չի ճանաչում, մի փոքր շտապելուց լինում է, նեղվում են, որ ժամանակին չենք հասցնում, իրանց գործը չենք վերցնում, պատճառը ասեմ, թե եղանակն է, թե ոնց որ չես իմանում հողի տակ ինչ ես հանդիպում, քեզ թվում է սա վերջացնում ես, բայց ձգձգվում է գործերը, ինչևէ Ժորժ ջան, էս էլ մեր էս աշխատանքներից։ Մի հատ ես ամփոփելով ներկայացնեմ, նորից ասեմ, ստեղ ունենալու ենք բուսական պատ, այսինքն մի 40-50-60 սանտիմանոց կտրվածքը ուղիղ, ծառերը մեկը մյուսի մեջ է մտնելու, լինելու է կապտավուն, դեղին, նորից կապտավուն տեսարան։ Այս հատվածն էլ պլյուշն է փակելու, լրիվ լինելու է կանաչ պատ, կանաչ գույնի։ Ստեղ ունենալու ենք սամշիտներով, տակը հետագայում գուցե բարվինոկ աճեցնենք, այսինքն գազոնը ազատ, բուսականությունն ազատ, իդեպ շատերը ասում են, բա պատին մոտիկ չեք դրես, սրանք նախատեսված է, որ որպես պատ դառնան։ Կարող եք ինտերնետով գիտական էջերով էլ նայեք, որ շատ երկրներում պարիսպի փոխարեն օգտագործում են բուսական բույսերով պատերը եւ որոնք հիմնականում պատերի տակ են տնկում, սահմանը իրար մոտիկ են տնկում, նույնիսկ մենք ավելի հեռու ենք անում։ Ստեղ էլ դեռ գազոն չենք ցանել, էս էլ մեր այգիների այս այգու այս վիճակից, այսքանը։